Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Պաշտոնական Երևանը հերքել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին հռետորաբանության և Հայաստանի Հանրապետության տարածքի միջև կապը։ Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Մետաքսի ճանապարհ համաժողովին։ Փաշինյանը եւ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են խաղաղության շուրջ գործընթացը։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, իր առաջնորդած Հայաստան դաշինքը մասնակցելու է ընտրություններին։ Արման Թաթոյանը Միասնության թևեր նախաձեռնությամբ քաղաքական հայտ է ներկայացրել։ Փարաքարի համայնքապետի սպանության գործով մի շարք տներում քննչական գործողություններ են իրականացվել։ Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը կալանավորվել է։ Մեր ձևով ժողովրդական շարժումը Սևանում գրասենյակ է բացել։ Վայոց ձորը նոր մարզպետ ունի։ Վահագն Արսենյանը։ Իսրայելը եւ Համասը համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ Եվրոպական միությունը հոկտեմբերի 12-ից մուտքի եւ երգի նոր համակարգ է ներդնում։ Ճարտարապետն արհավիրք է անվանել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքները։ Հայաստան-Պորտուգալիա խաղի առնչությամբ FIFA-ն $16,000 տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։